ես ընդհանրապես ոչ միայն դեմ եմ, այլև թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունի, այդ տարածքը իրանց համար գողության, հանցավոր գործունեության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է եւ որտեղ ազատությունը չի մտել, այդ ազատությունը մտնելու է։ Հատիկ ձեռներից առնելու ենք բոլոր գույքերը։ Բայց այդքան ներդրում ենք արի, այլ եմ ասում 500 մանկապարտեզ էտում համար ենք կառուցում։ Բայց այդ բարեգործները բանից սկսած, եկեղեցուց սկսած բանով կալուգացի եւ ոչ միայն կալուգացի օլիգարխներ, բայց այդքան բարեգործություն են։ Բայց 500 մանկապարտեզը որտեղ են կառուցում։ Բան արեք, բողոքի ակցիաներ թող անեն, մարդիկ ասեն 500 մանկապարտեզին չեք կառուցում։ Պետական բյուջեի փողերը անիմաստ ծախսում եք, 300 դպրոց ինչի եք կառուցում, պետական, բայց չէ որ մեր բաները հաստագլուխ եւ հաստավիս բարեգործները այսքան բարեգործություն են արել, դուք ինչի համար եք պետական միջոց, այդքան ճանապարհ ինչի եք կառուցում, այդքան ջրագիծ ինչի եք կառուցում, այդքան լուսավորություն ինչի եք կառուցում։ Բա մեր բարեգործները այսքան բարեգործություն են արել։ Թոշակներին չեք բարձրացնում, մեր բարեգործները մեզ բրինձ են բաժանում։ Այսինքն դուս եկեք այդ տրամը, ովքեր են այդ մարդիկ ընդհանրապես, ովքեր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ իրենց կոռուպցիոն հովանավորները չլինեին, այսօր միջին վիճակագրական, միջին խավի ներկայացուցիչ կամ կլինեին կամ չէին լինի։ Ինչ վերաբերվում է կալուգային, մարդը որտեղ գործունեություն է ծավալել եւ իր հիմնական գոյություն ունի տնտեսության մեջ հետաքրքրությունների հիմնական կենտրոն։ Այդ մարդու հետաքրքրությունների կենտրոնը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է։ Եվ դա հանրահայտ փաստ է։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ձեր նշած մարդը ընդհանրապես ոչ պատգամավորի տեխնացու է, ոչ վարչապետի տեխնացու, ինքը չի կարող լինել տեխնացու։ Չի կարող լինել տեխնացու։ Այսինքն այդ մարդը պատահական անցորդ է, որը հայտարարում է, որ ինքը ինչի տեխնացու է։ Ասենք այն մյուսները, ովքեր կենտրոնական դրական հանձնաժողովում գրանցված են որպես պատգամավորի տեխնացու, իրանք վարչապետի տեխնացու կարա ցանկացած մեկը լինի, որովհետև վարչապետի տեխնացուի համար պարտադիր է պատգամավորի տեխնացուին առաջադրվող վավերապայմանները։ Եթե որևէ մեկը չի կարող լինել պատգամավորի տեխնացու, ինքը չի կարող լինել նաև վարչապետի տեխնացու։ Այսինքն դուք մի կողմից ասում եք ինչի եք Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս, չէ որ ինքը ասեցին ձայները չեն տալու եւ այլն եւ այլն, այդ ձեր նշած մարդը ընդհանրապես կապ չունի, ոչ վարչապետի տեխնացու է, ոչ պատգամավորի, չի կարող լինել, սահմանադրությունը արգելում է այդ մարդուն լինել վարչապետի տեխնացու եւ պատգամավորի տեխնացու։ Այսինքն fake news-ից պրծանք, հիմա էլ fake տեխնացուների ձեռն ենք ընկնելու։ Այդ մարդը fake տեխնացու է, fake տեխնացու։ Այսինքն ինքը հիբրիդային fake տեխնացու է։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետությունում, հիմա էլ հիբրիդային fake տեխնացու են բերել Հայաստանի Հանրապետությունում բանանելու համար, օգտագործելու համար։ Չի կարող լինել։